Ծառերը մեր մոտ ծաղկում են, սիրելի հետևորդներ ջան, ես ճանապարհին եմ։ Բարևում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, այդ հենց թաքուն գնացյալը վերտիքով ու եկա, բայց ասեմ եկել եմ ու քնել եմ, հիմա պատմեմ թե այդ ամենը ոնց եղավ, երեք օր այդքան շատ գործեր էի արել իմ բաղ ու բաղչում, լավ տեղը տեղին, բեզարել էի, դրանից հետո գնացել եմ հարևանուհուս տուն, տիկին Անահիտանց տուն, այնտեղ զրուցել եմ, կոֆե ենք խմել, հետո եկել եմ տուն ու քնել եմ, բայց չեմ քնել, քանի որ անհանգիստ էի, մտքերս խառն էր, քանի որ պետք է ճանապարհ գնայի, այդ մասին նախապես ձեզ չէի ասել, քանի որ չգիտեի, թե ոնց կստացվի, ամեն դեպքում փառք Աստծո ստացվեց, երբ որ սկսեցի նկարահանումներս կատարել, ծաղկած ծառը ցույց տվեցի, մեղուները այն ոնց էին հավաքվել այդ ծաղիկների վրա ու հետարքիր տեսարաններ, սակայն կարճ կարողացա միանալ այդ կողմից, մինչև որ լիցքավորում արեցին ավտոմեքենան ու էլի շարժվեցինք, տաքսիով եմ գնացել, սիրելի հետևորդներ ջան, և ճանապարհից նույնպես չկարողացա զրուցել, ամբողջ ճանապարհը լուռ եմ գնացել, պատահումա չէ, որ ուզում ենք ուղղակի լռել, նայել մեր շուրջը, հատկապես ճանապարհ գնալիս դա շատ կարևոր է, երբ որ լռում ենք ու նայում ենք բնությանը, մտքով հեռուն ենք գնում և ուղղակի վայելում ենք այդ ամենը։ Չուզեցի նաև մոնտաժային աշխատանքներ կատարեմ ու խոսեմ, ուզեցի, որ դուք էլ ինձ հետ լուրջ ճանապարհ գաք ու վայելեք մեր լորվա չնաշխարհիկ բնությունը, ծառերը սկսել են ծաղկել, հորդառատ դեպետը ցույց տվեցի, պղտորված, վարարում, մեր քարու քարապները ցույց տվեցի,
Հենց որ հասա քաղաք, արդեն անմիջապես բանկ եմ մտել ու դրանից հետո էլ ոչ մի նկարահանում չկարողացա անել, քանի որ նաև այդ մարդը զանգեր էր ստանում, զրուցում էր ու չուզեցի ավելորդ ինչ-որ բաներ ստացվի, ավելի լավ էր լռայի, կարևորը, որ հասցրել էի մի քիչ նկարահանում կատարել, մտածեցի, որ կգամ տուն ու նոր հավեսում հանգիստ ձեր հետ կզրուցեմ, որի համար շատ շնորհակալ եմ սիրելիներս, որ կարողանում եմ ձեր հետ ամեն կերպ զրուցել, ամեն մի գործ կատարելիս, գործերիս մասին պատմել և այդպես շարունակ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, նոր եմ վեր թռել քնից, ինչու վեր թռել, որովհետև գիշերը երբ որ չենք քնում, առավոտվա ճանապարհ գնալու պատճառով բոլորս գրեթե այդ բնավորությունն ունենք, արևածագից առաջ վեր եմ կացել, կոֆե եմ խմել, հետո քանի որ տաքսու հետ նախապես պայմանավորվածություն չունեի, չէի ճարում, ավելի հստակ ասեմ, տաքսիներ շատ դժվար են ճարվում, քանի որ մեր գյուղից մենակ մեկ տրանսպորտ է աշխատում, այն էլ դեպի Վանաձոր, առավոտը գնում է, իրիկունը գալիս է, բայց քանի որ ես էլ պետք է նաև աշխատանքի գնայի, ինձ դա հարմար չէր, առավոտը շուտ կգնայի, ոչ բանկը բաց կլիներ, ոչ էլ խանութները, փողոցներում պիտի թափառեի, որը չեմ սիրում։ Հետո սիրելի հետևորդներ ջան, իմ գործերին անցա, ուրեմն սկսել եմ մաքրություններ կատարել, ինչ մաքրություններ, դե գիտեք, որ այդքան շատ հավերը իրանց հետքերը թողնում են, ավելը վերցրել եմ, հետո կալիծերը ամբողջը ավլել եմ, բայց ուշքս ու միտքս իմ գնալումներ, անընդհատ մտածում էի, սրան էի զանգում, նրան էի զանգում, ի վերջո տաքսի ջարեցի։ Ու նաև նախապես պայմանավորվածություն ունեի, պետք է գային ակլոր տանեին, նույնիսկ ժամ էինք խոսել, այդ ժամն էլ եկավ, մի հատ լավ թմբլիկ կարմիր ակլոր ունեի, այդ ակլորս ծախեցի, շատ հարմար գնով և ինձ և իրենց սիրելի հետևորդներ ջան, իմ մշտական հաճախորդն է, իսկ մշտական հաճախորդներին միշտ ի նկատի ենք ունենում և չեմ մաքրել, այդպես ոտի վրա տվել եմ, ոտները տուգիթելով կապել եմ, սունկի մեջ եմ դրել ու իրան եմ տվել ու սկսել եմ ժամերը հաշվել, րոպեները հաշվել, բայց պարապ չեմ մնացել, երեք որ անփուշմոշի թփերի գործով է զբաղված, դե գիտեք, որ մայր թուփը էս վերևն է, դեղսենուց մի քիչ էս կողմ, տերևները լրիվ էդի մկրատով կտրել եմ, այնտեղ ծաղիկներ ունեմ, հրաշք, հակինթներ ունեմ, որը հավերը տրորտակ էին տալիս, էդ էլ եմ փորփրել, հողից հանել եմ, որ տեղափոխեմ, հետո ջուր եմ լցրել մի հարմար թավայի մեջ, այնտեղ քոթուկների վրա դրված է, քանի որ արդեն տաքսին եկավ ու ես գնացի, իսկ թե ինչու այդ գործերով ձեզ չմիացա, քանի որ մտքերս խառն էր, ուզում էի, որ գործ անեմ, չէի կարողանում զրուցել ու նաև իմաստ չուներ, սիրելի հետևորդներ ջան, ասեցի ավելի լավ է ես իմ գործերը անեմ լռության մեջ, հավերին բաց էի թողել նաև, հսկում էի, քանի որ ասեցի, որ այդ անտեր չաղկալները գալիս են, ուղղակի երեք որ անձրևը սկսվեց մի անգամից, դե ընդհանրապես գելուգազանը անպամածու անձրևը օրերին է գալիս, չէ, իր որսը անելու, վախ, շմերս, իմ զանգին ու զիրանգին, այնքան են խելացի, իդեպ ասեմ, որ այսօր արդեն տուն էի գալիս, որ իրանք ինձ տեսան, եկան էլի ինձ դիմավորեցին, բայց իմ շորերի վրա չեն ցատկել իրանց թաթիկներով, արդեն էդել են հասկանում, քանի որ ամեն օր որ գալիս եմ, ես իրանց հետ խոսում եմ, ասում եմ չի կարելի, ասում եմ մի արեք, չանես, թող,
հեռու գնա, մի կպի ու նմանատիպ արտահայտություններ։ Իմ լեզուն հասկանում են ամեն մի կենդանի, մարդկային լեզուն հասկանում է, սիրելի հետևորդներ ջան, եթե կենդանիներ եք պահում, ապա խոսեք ձեր կենդանիների հետ։ Հա, քանի որ կենդանիներից խոսք ընկավ, ինձ գրել եք, բա ուր է սիմջկան, սիմջկան արքայական կյանքով ապրում, օրվա շատ մասը քնած է, որս է անում, ինքն իր գլուխը պահում է, բացի այդ էլ պակաս չի մնում, հենց որ մի ամանի շողք թխկոց է լսում, վազում է, կսմսվում է, այնպես որ ողջ եւ առողջ է եւ լավ վիճակում է, ցույց կտամ մի անգամ։ Հիմա էլ չգիտեմ ուր է գնացել, մի խոսքով կարող է մի տակ անկյունում քնած է։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այսօր որ գնացյալ ավերդի ու եկա շատ կարևոր էր, դե որ գնում ենք բանկ, ինչ ենք գնում, կամ վարկ ենք վերցնում, կամ վարկ ենք վճարում, վճարման օրն է լինում, կամ ավանդ ենք ներդնում։ Դե բանկը դրա համար է, թող որ տա Աստված բոլորս էլ բարի նպատակներով բանկի դուռը բաց ենք, բարի նպատակներով մեր գործերը առաջ տանենք։ Տարիներ առաջ շատ մի բարի նպատակով վարկ էի վերցրել ու այսօր վճարման օրն էր։ Ճիշտ է, տերմինալով նույնպես վճարում ենք, բայց մի հատ շատ մեկ այլ ուրիշ կարևոր հարց կար, դեռևս չեմ բարձրաձայնում, այդ գործը հենց եղավ մաղարի չէին վրա, սիրելի հետևորդներ ջան, բաներ կա չէ, որ մեր հոգու խորքում շատ խորունկ պահում ենք։ Մի խոսքով այդպես լուռ ու հանգիստ ճանապարհ եմ գնացել եկել, բայց տրամադրությունս բարձր է եղել, վայելել եմ մեր լորվա չնաշխարհիկ բնությունը, մեր ժայռքար ու քարափները, պղտորված դեպետը, որը նույնպես ուզեցի ձեզ ներկայացնել ու ցույց տալ։ Շատ նկարահանումներ քաղաքից չեմ արել։ Մի խոսքով, դրանից հետո եկել եմ, տուն չեմ եկել անմիջապես գործի եմ գնացել, գործից հետո եկել եմ տուն եմ մտելու, վերնաշորս հանել եմ ու երեկվա վլոգս մոնտաժ եմ արել, քանի որ երեկ չէի կարողացել, երբեմն պատահում է, որ վլոգը որ պատրաստում եմ, ուզում եմ, որ ուղեղս հանգստանա, մի կողմ եմ դնում, հետո հաջորդ օրն եմ մոնտաժային գործերը անում, որպեսզի ավելի ես ուղեղս հանգիստ լինի եւ հասկանամ ինչ եմ խոսել, որը թողնեմ, որը չթողնեմ, քանի որ խոսալու ընթացքում նաև երբեմն պատահում է, դե մարդ ենք էլ ինչ-որ մի բան մեր դուրը չի գալիս, մոնտաժային գործերը մերանում շատ են օգնում։ Մի խոսքով դարձա կինոռեժիսոր, սիրելի հետևորդներ ջան, սցենարիստ, մոնտաժյոր եւ նմանատիպ, ինչ էլ ասեմ, դերասան, բազմափեշակ, ինչպես որ միշտ գրում եք ինձ, բազմափեշակ Անուշկա եմ դարձել, սիրելի հետևորդներ ջան, այո, կյանքը դա է, սիրելի հետևորդներ ջան, պետք է կարողանանք ամեն ինչին տիրապետել։ Հիմա ասեմ, թե ոնց եղավ, որ քնով եմ անցել, այդ վլոգս տեղադրել եմ ու տեղադրելուց հետո, եթե աշխատավայրում չեմ լինում, ուզում եմ, որ անմիջապես տեսնեմ ով է առաջինը, ով է եկել, ինչ ա գրել, ուրեմն այդպես դե հետո, որից հետո նաև բացելիցա եմ լինում իմ Facebook-յան էջին, նաև շատ շնորհակալ եմ ձեզ, որ իմ Facebook-յան էջում դուք լայքում եք և ինձ սիրուն բաներ եք ուղարկում, շատ սիրուն, նայում եմ ու ժպտում եմ, շատ շնորհակալ եմ բոլորիդ իմ Facebook-յան ընկերներ ջան, իհարկե դուք իմ YouTube-յան ընկերներն եք նաև, բայց նաև այնտեղ ենք ընկերներ ու երբ որ իմ վլոգի ներքո դուք սիրուն ծաղկի բուկետներ եք ուղարկում, սիրուն այդ սմայլիկները և ամեն ինչը, որ ուղարկում եք ինձ, ես ինձ շատ շոյված եմ զգում, շատ մերսի ձեզ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, հեռախոսը ձեռքիս այդպես աչքս կպել էր դիվանին հենված, ինձանից անկախ, աչքս կպել էր, քնել էի ու մեկ էլ վեր թռա
Ինչից վեր թռա, իմ զանգի զրանգի հաչոցներից, իմ ակնորների ծուղրողուներից, հավերս էլ հիմա փակած են, ասեցի կամ մի հատ ձեզ միանամ, զրուցեմ, բա մի հատ կոֆե չխմենք, սիրելի հետևորդներ ջան, թարմանանք, վաղուցած էր հետ կոֆե չեմ խմել, այս ջազվայում եմ ուզում եփեմ, համել էլի մի լավ բան ուզում անեմ ձեր հետ, մի հատ կոֆեն դնեմ եռալու, գիտեք, որ ջուրը միշտ առանձին եմ լցնում, չգիտեմ, այսպես է իմ սովորությունը, երկար տարիներ արդեն, կոֆեն բերեմ ու մի հատ լիքը դրամ կոֆե լցնեմ, ջոն, ես ինչ լավն է բույրը, արիվը չծակած, որ կոֆեն խմել եմ լրության մեջ, մտքերիս մեջ ինքս ինձ հետ խոսելով, սիրելի հետևորդներ ջան, ես շատ եմ սիրում, որ լուր եմ մնում, հետո ինքս ինձ հետ խոսում եմ, շատ է օգնում, հիմա նաև պատրաստվում եմ սատիկից որենաց անելու, որը արդեն բերել էի առավոտը, բայց չհասցրեցի, որ ես էլ անեմ, նոր գնամ, արդեն տաքսին զանգեց, որ պատրաստ լինեմ ու ճանապարհ դուրս եկանք։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սատիկի ցորենը անցյալ տարի ձեր հետ եմ ցանել փորձարկման եղանակով ու հիմա քանի որ վստահ եմ, որ դա շատ լավ արդյունք ա տվել, նույն ձևով եմ անում, առանց վախենալու, ջուրը եռացնելու եմ ու եռման աստիճանով լցնելու եմ սատիկի ցորենի վրա, որպեսզի գիշերը մնա այդպես, հետո նոր առավոտը կցանեմ, ես էլ միացնեմ, թող եռա, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, երբ որ անցյալ տարի փորձարկումն արեցի ու արդյունքը լավն էր, ասեմ, որ դողդողալով էի անում, վախենալով էի անում, ոնց թե եռման ջուրը լցնում ենք ցորենի վրա, ոնց կլինի, դա էլի ասենք, թե չէ որ եռման ջուրը ամեն ինչին կարա վառի ոչնչացնի, դե ասենք հավերիս համար, որ ցորեն եմ թրջել, գոլ ջրով եմ թրջել, այդպես եմ տվել, բայց ոչ եռման, հետո նաև ասեմ, որ ծաղիկների տեսակներ կա, հատկապես, որ այդ պակետների մեջ կա, չէ, փոքր պակետների մեջ, որ մեջին մի պտղոնց ծաղկի սերմ է լինում ու շատ մանր տառերով մի կերպ կարողանում ենք կարդալ, տեղյականալ, որ պետք է եռման ջրով թրջենք, որ այդ ծաղկի սերմը ծլի։ Բազմիցս փորձել եմ, կամ ստացվել է, կամ չի ստացվել, կամ եթե ծլել է, հետո ինչ-ինչ պատճառներով չացել է, բայց ցորենը, քանի որ անցյալ սատիկի համար արել եմ ու ծլել է, ու լավ մեծացել է, հիմա էլի վստահորեն ջուրը եռացնում եմ, որ եռման ջրով թրջեմ, գիշերը պետք է մնա, առավոտը կցանեմ ձեր հետ միասին, ու այս ամանի մեջ եմ թրջելու, հիմա լցնեմ այստեղ, այս սրտիկով սիրուն, ոչավոր թավայի մեջ, այսի պատրաստությունները տեսնեմ, իսկ կոֆես հիմա կեռա, մի հատ պատուհանից նայեմ, հա, տենամ իմ զանգին ու զրանգին, աչքովից չեմ կան, այսքան ձեր հետ խոսում եմ ու նայև աչքի պոզով իրանց եմ նայում, էնի կողմն են, կոֆեն որ կեռա, սիրելի հետևորդներ ջան, արդեն կգնամ իմ հավերին բաց կթողնեմ, համ կոֆես կխմեմ, համ էլ իմ հավերին կհսկեմ, այսօր առավոտը բաց էի թողել, ու որ դրան այդքան գործեր էի անում, համ էլ իրանց էի հետևում, անընդհատ ուզում եմ աչքիս առաջ պահեմ, հատկապես որ երեկ իմ զանգին ու զրանգին այդ չաղկալին քշեցին, բայց գազանը այն բանն է, ասենք կենդանու հոտի վրա գալիս է, դեռ եղս մի քիչ քնած է, բայց երբ որ վեր թռա ու ասենք եթե նման պահեր է լինում, անպայման մատերով մեր դեմքը մասաժ ենք անում, մաշկը ձգում ենք, այս այնց 3 մատով, սկսել եմ ճակատային հատվածից, քունքային հատվածից, այսպես մաշկս ձգելով, հետո
Սկսում ենք քունքային հատվածում, այսպես կլոր մասաժներով մի քիչ տրորել ու թարմանում ենք, արթնանում ենք։ Ջուրը քանի որ քիչ էր, արդեն եռում է։ Տեսնում եք, որ գոլորշին գնում է, սիրելի հետևորդներ ջան, ահա։ Լավ եռում է ու կոֆեսել է սկսել եռալ։ Հիմա թեյնիկի ջուրը անջատ է, կոֆեսել եղավ։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, ժամը 6-ն անցավ, չեմ գնում բաղ ու բաղջում գործեր անեմ, այս էլ կոֆեն մի հատ այս կողմ դնեմ ու մի հատ թրջեմ, այս կողմային, թաթու ջաղը լվացել է ես մեկը, հիմա ցորենը, այս էլ եռմա ջուրը, լցնում եմ և առանց վախենալու, կարող եք վստահ, դուք էլ այսպես անել, սիրելի հետևորդներ ջան, հիմա սա ստեղ եմ դնում, կոֆե ստերջազվայի մեջը, հա, այս ափսեն եմ մոտեցրել, որ ծածկը, ամբողջ գիշեր ծածկած կմնա ու ձեր հետ կցանեմ, վաղն առավոտյան, մի հատ իմ կոֆեի բաժակը այս կողմա, մոտեցնեմ, սա իմ երկրորդ կոֆեն է, սիրելի հետևորդներ ջան, մի հատ լսնեմ ամեն դեպքում երկուքում ձեր հետ խմեմ, դուք էլ ձեր կոֆեն խմեք իմ հետ, միշտ գրում եք, որ համընկնում է ձեր կոֆեի ժամը, իմ կոֆե խմելու հետ և հաճույքով եք խմում, բայց շատ տաք է, այսքան շատ տաք ես կոֆեն գիտեք չեմ խմում, ասեմ, որ այս միջազվան շատ տաք է եփում, նման է կրակի էփածին, այն մյուս ջազվան ճիշտ է եփում է, եռում է, բայց շուտ է հովանում, եթե դուք էլ դեռևս չեք ցանել զատիկի ցորենը, ապա կարող եք իմ տարբերակով հանգիստ անել, գիշերը թողնել և առավոտյան ցանել, զատիկը ապրիլի 5-ին է և կհասցնենք, այսօր օրը երեքշաբթի է, այդպես սիրելի հետևորդներ ջան, հիմա փորձեմ խմել կոֆեն, դեռևս տաք է, ես մի փոքր էլ կսպասեմ, որպեսզի հավեսով վայելեմ ու կամաց գնամ հավերից բաց թողնեմ, արդեն ուշ է, հասցնեմ մի քիչ քուջուջ-մուջուջ անեմ։ Խաղաղ երեկոյ է սկսվել, սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ խաղաղ երեկո և բարի գիշեր, կմիանամ վաղն առավոտյան։ Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան, այսօր մարտի 25-ն է, անպայման եղանակ է սկսվել, գիշերը անձրև է եկել։ Փոխարինելով երեկվա պայծառ ու տաք օրվան, բայց թռչունները զրքում են և գարունը իր հների մեջ է, ծառերը ծաղկում են և օդը շատ անուշաբուրում, գնանք ցորենի ցանենք զատիկի համար։ Սիրելի հետևորդներ ջան, ինչքան ժամանակ կա այստեղ ու ցորենը ազատել եմ ավելորդ հատիկներից։ Այս եղանակով ջուրը միացրել եմ ու թեթև բաները ջրի երես ընկնելով դուրս է գալիս։ Տեսնում եք, որ ցորենը դուրս չի գալիս ու փոխարենը ավելորդ բաներն է դուրս գալի։ Մոլախոտերի սերմը ավելի թեթև է։ Արդեն մաքուր ցորենը տակը նստած է հեսա։ Ընտիր։ Պատրաստ արդեն։
Մոտենում է Սուրբ Սատիկը եւ բոլորս ուրախ սրտով պատրաստություններ ենք տեսնում, առաջին հերթին ցորենն ենք ցանում, չէ՞, եւ այդպիսի մի տուն չկա, որ ցորեն չցանի Սուրբ Սատիկի համար, անգամ եթե տանը տխրություն է լինում, նույնպես ցանում են սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այստեղ որոշակի պատրաստություններ ենք տեսել, բամբակը փռել է, մի մասը արդեն ձեր հետ։ Հետո ցորենը ազատել եմ ավելորդ բաներից, ինչպես որ տեսանք, իսկ թե ինչու երեք չեմ արել նախապես ու նոր միայն թրջել, ասեմ, որ եթե ցորենը չոր է լինում, նույնպես թեթև է լինում եւ հոսող ջրի տակ դուրս է հոսում, իսկ երբ որ թրջում ենք, այն էլ եռման ջրով, ցորենը ավելի է ծանրանում, իսկ մնացած ավելորդ բաները համեմատած ավելի թեթև են եւ արդեն ջրի հետ դուրս են հոսում։ Այստեղ ունեմ արդեն մաքուր ցորեն։ Մի քանի հատ մանր բաներ կա, այդ էլ ցանելիս ի նկատի կունենամ։ Եկել է իմ ամենասիրելի պահերից մեկը։ Երկար տարիներ ինչ որ լայն տարածում ա գտել, զատիկը նշել, ես այս վազայի մեջ եմ ցանում իմ զատիկի ցորենը։ Հիմա այդքան տեղի բամբակն էլ հանեմ, այսպես բացում եմ, բոլորդ էլ արդեն գիտեք, նորություն չէ։ Շատ լավ տարբերակներ կա ցանելու սիրելի հետևորդներ ջան, սկսած այսպես վազաների մեջ սիրուն, թանկարժեք վազաների մեջ, բաժակների մեջ, սկուտեղների մեջ, շշի վրային փաթաթում ձևավորումներ են տալիս, բայց ես համեստորեն միշտ եւ միշտ այս վազայի մեջ եմ ցանում։ Ոչ թե հավես չունեմ կամ ժամանակ չունեմ, այլ ինձ այս տարբերակը ավելի է գրավում։ Թեպետև, երբ որ տեսնում եմ համացանցում այդ զարդարանքների տեսականին, շատ եմ հավանում։ Լավ ծածկում ենք բամբակով, համարյա բաց տեղ չենք թողնում, քանի որ բամբակը ջուրը իրեն է քաշում եւ օգնում է ցորենի աճել։ Ժամանակը թանկ է բոլորիս համար, սիրելի հետևորդներ ջան, եւ կարողանանք այնպես դասավորել, որ մեր ամեն մի գործը հաջողությունով կսակվի։ Աստված պահապան լինի բոլորիս սիրելի հետևորդներ ջան, Սուրբ Սատիկը, որ հարության տոնն է, թող որ Հիսուս Քրիստոս իր հարությունով բոլորիս պահապան լինի եւ միշտ փառք տանք Աստծուն, որ մենք կանք եւ ապրում ենք։ Լավ գործեր անենք, չար չլինենք, բարի լինենք, մեր շուրջը գեղեցկացնենք, մեզ շրջապատենք լավ մարդկանցով։ Ես միշտ խիտ եմ ցանում, սիրում եմ, որ խիտ է լինում, ցորենը կա, փառքասը, իմ հավերի ցորենից բերել եմ ու այս են սիրում, մաքրելով, ուրախ սրտով, ձեր հետ միասին ցանում եմ իմ զատիկի ցորենը։ 2 օրից ինքը արդեն ծլերը կերևա ու արդեն կհասցնի մինչև ամսի 5 սիրուն կանաչել։ Այսպես։ Տարբեր սերմորանքներով նույնպես անում են շատ մարդիկ, ես միայն ու միայն ցորենով եմ անում, չնայած կարող եմ այդպիսի զարդարանքներ էլ տալ, բայց հիմնական խորհրդանիշը ցորենն է, սիրելի հետևորդներ ջան, ցորենի հասկն է, մնացածը ուղղակի մեր մտքի թռիչքն է, որ ուզում ենք ավելի գեղեցկացնել ու ճոխացնել։ Սկսած ձուն ելկելու գործողությունից, որ ինչքան զարդարում է, չէ, ձվերը, վրան ինչեր են նկարում, շատ եմ հավանում, շատ գովելի է, բայց նույնպես ես միշտ կարմիր եմ ներկունցում եւ այս տարի նույնպես կարմիր եմ ներկելու, նախապես ասում եմ, շատ շուտ իմ վլոգի մեջ ձեզ հիշեցրել եմ, որ սոխի կեղև հավաքեք, պահեք այս օրվա համար, որպեսզի զատիկի նախօրեին ձուն սոխի կեղևով կարմիր ներկվի։ Ոչ մի քիմիական նյութ չի պարունակում, բնական ձևով ներկելը, հատկապես փոքր երեխաների համար
Շատ լավ է։ Ամբողջը այստեղ ցանեցի։ Եվ չեմ ուզում, որ բաց տարածք մնա, հնարավորինս փակեցի։ Այստեղ արդեն մի քիչ ջուր է հավաքվել ամեն դեպքում ու այդ ավելորդ բաներից, մանրից սև հատիկներ կամ օլախոտային, այդ էլ այդ ջրի տակ է նստել։ Հետո պետք է սննդային թաղանթով փակեմ, եթե ձեռքի տակ չունեք սննդային թաղանթ, սովորական տոպրակով կարող եք փակել և դնել լուսավոր պատուհանակ հոգին։ Եթե շատ ենք թռչում, ուժը չի պատի հատիկի և կհոտի ջուրը։ Շատ հարմար է այս քաշովի, կտրովի սննդային թաղանթը, համե շատ սիրուն ա լինում։ Մի հատ էլ փակում ենք, որ օդ չխաղա, ինքը իր գոլորշուց, նաև տաքանում է լուսավորությունից, երբ որ լուսավոր տեղ ենք դնում, ինքը այդպես քաշում արևի ճառագայթները ու ինքը տաքանում է դրանից։ Գոլորշին է, որ հավաքվում է այստեղ, նպաստում է շուտ ծլելու։ Շատ համաչափ ցանեցի, նոտեսնեմ ցույց տամ, ընտիր։ Հիմա այս կողմ, հետո կտեղավորեմ պատուհանի գոգին ու մի հատ կոֆե խմենք։ Սա կլինի իմ առաջի կոֆեն այսօրվա։ Ջուրը լցնեմ։ Հավերին բաց չեմ թողել, որ կամ ազատ շփվեմ ձեր հետ։ Համել եղան հակավոր այդպես անպամածը, մի քիչ էլ դա է նպաստում, ամեն դեպքում կոֆեն խմելուց հետո արդեն կզբաղվեմ իմ տնտեսության գործերով, սիրելի հետևորդներ ջան, ես էլ իմ բաժակը որ մոտեցրել եմ։ Այս ընթացքում կադրից դուրս եմ եկել, քանի որ շուներս ուժեղ հաչում էին, ասի գնամ տենամ ինչ կա, չկա որ թե ինձ երկուսով հարցակվել են։ Պարզվեց հարևանի շունն ա եկել ու մոտ չեն թողնում իմ տարածքին։ Կոֆես լցրել էի, նոր գնացել, դեռ տաք է, քանի որ այդ ջազվայում լավ տաք է մնում, հիմա մի կողմ եմ դնում ու քանի որ 3 գնումներ էի կատարել ու ցույց չեմ տվել, թե ինձ սիրում բաներ եմ արել, համոզան, սիրում բաներ։ Կոֆես բերեմ այս կողմ։ Ուրեմն, մազերի ներք։ Սա դեղատնից եմ գնել և իմ ներքի ֆիրման փոխել եմ, քանի որ այդպես էլ չեմ կարողանում հեշտությամբ ճարել Garnier ֆիրման։ Beauty-ն եմ վերցրել, որը նույնպես հավանում եմ։ Որոշ ժամանակ այս ֆիրմայից կօգտվեմ, համարները ներկելու ժամանակ ցույց կտամ, բայց հիմա էլ դժվար չէ, M31, M05, մեկը մի քիչ բաց, մեկը մի քիչ մուգ։ Արդյունքը կտեսնենք, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ սիրուն բաները և համով բաները տոպրակից հանեմ։ Սիլիկոններ, ֆորմաներ եմ առել սիրուն ու այս գնումներս մեր գյուղից եմ կատարել։ Այստեղ փոչի անելու համար սիմի, 2 տուփ թոնդող, անուշ ֆիրմայի, 1 տուփը 450 դրամ։ Սրանք թանկ են, համեմատած մյուս թոնդողների հետ։ Քանի գրամ էր, 50 գրամ, այստեղ 2 հատ թղթեցուցիչ, որը միշտ պետք է գալիս ու պետք է ձեռքի տակ ունենանք, սա էլ էս մի կողմ։ Եվ սիրելի հետևորդներ ջան, սիրուն ֆորմաներ։ Այս ֆորմայի մեջ կարող ենք և խմորեղեն թխել և ժելե տորթեր, արժեքը 700 դրամ։ Իսկ մյուսը ուղղակի ցնցող տեսք ունի։ Օպա,
թիթեռնիկ, մյուս կողմից, այստեղ ինքը փոսիկներ ունի, դե այդ կողմից ավելի սիրուն է երևում, իսկ ներսում փոսիկներ ունի, ահա, այստեղ, ու որոշել եմ անպայման այս թիթեռնիկը սիրուն տեսքի բերել, գունավորել։ Այդ գունավոր ժելեներից չկար, սիրելի հետևորդներ ջան, չնայած ինձ առաջարկեցին տորթի գույներ, բայց ավելի լավ է գունավոր ժելեներով պատրաստեմ, որպեսզի համապատասխան լինի ժելե տորթին։ Մի հավեսօր, մի հատ ես առանձին կփորձարկեմ, տեսնեմ սիլիկոնե ամանից արդյոք կարողանում եմ ամբողջական հանել ժելե տորթը թիթեռնիկով, հետո նոր ձեր հետ պայմանավորվեցինք։ Օգտագործելուց առաջ, իհարկե, լավ պետք է լվամ և սիրով կօգտագործեմ։ Ես շատ եմ սիրում նմանատիպ բաներ ունենալ, այստեղ փորձում եմ և վերջապես կոֆես էլ կվայել եմ։ Ես այստեղ, դուք այդտեղ, սիրելի հետևորդներ ջան, և եկեք ուրախ սրտով պատրաստվենք ու դիմավորենք Սուրբ Սադիկը։ Ինչ հաջորդ վլոգ, պակա, պակա, պակա։